Ինչպես եմ բացում բիզնես ChatGPT-ի հետ օր 1։ Տվեցի հստակ պլան, թե ինչ է ինձ անհրաժեշտ, քանի որ չգիտեի որտեղից սկսել։ Նա քայլ առ քայլ հարցերի միջոցով հասկացավ եւ բացատրեց, ինչպես ճիշտ ընտրել ուղղություն, հասկանալ շուկան եւ ինչպես այն վերածել իրական բիզնեսի։ Այստեղից բարձ է դառնում մի բան, որ ես պետք է վաճառեմ ոչ թե կոնֆետներ, այլ էմոցիաներ։ Օնլայն վաճառքներ անելու համար մեր առջև դրված էր երկու խնդիր՝ չունենք անվանում եւ չունենք լոգո։ Ինձ անվանում էր պետք։ Դրա համար ես նորից դիմեցի ChatGPT-ին։ Քանի որ ինձ ոչ մեկը դուր չեկան, ես որոշեցի, որ այն լինի հայկական տարերով, բայց ինձ բերեց այս անունը։ Երևի գիտի, որ Լորից եմ։ Չէ, չմտածեք, ես Լորիդ եմ ինչ-որ բան ունեմ։ Ուղղակի ինձ չէր համապատասխան բիզնեսին։ Եվ Էլենի օրագրի այս գլխավոր կերպարը որոշեց, որ պետք է ընտրել Key-Sweet անունը։ Կիսա իմ անվանումը եւ Sweet անվանումների միացումով։ Լոգոն ես հստակ գիտեի ինչ եմ ուզում։ Մտա Pinterest եւ գտա գույները եւ ձևը։ Նայ լոգոն ուզում եմ այդ երկու գույների, մեկ էլ այդ ավտոմատի խառնուրդը լինի, կարանք ստանամ։ Եվ քանի որ իմ ընկերուհին ինձ մերժեց, ես դիմեցի ChatGPT-ին, իմ ռեալ ընկերուհուն, եւ մենք պատրաստեցինք իմ սրտի լոգոն։ Ձեզնից մնում է միայն օգնել եւ հետեւել իմ էջին։ Հեյ, չգողանաք միտքս։